2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով, 2020 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայով և 2023-ին էլ ամբողջական օկուպացիայով պայմանավորված Հայաստան տեղափոխվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ 200,000, Արցախի հանրապետության 120,000 քաղաքացիներ։ Հայաստանի համար միգրացիոն ներհոսքն աննախադեպ էր, ինչից օգտվեցին ու բավականին շահեցին ազատ բնակարան ունեցողները։ Ինի բարձրացրել է 220 սարքել։ Չգիտեմ։ Տոկոսի տակ է։ Ինչքան գնահատություն ամենին։ Ես չախպերիս է։ Հենա բայ մարտիկա, ես առանձվարձ եմ ատում։ Անշարժ գույքի գործակալության խորհրդի ասոցիացիայի անդամ Անդրանիկ Հարությունովի խոսքով 2022 թվականից սկսած կտրուկ բարձրացավ ոչ միայն բնակելի տների, այլև առևտրային նշանակության տարածքների պահանջարկը։ Շուկայի օրենքն է, եթե կա պահանջարկ, գները կբարձրանան։ Փորձագետի դիտարկմամբ մարդիկ Հայաստան գալով հիմնականում կենտրոնանում էին մայրաքաղաքում տներ վարձակալելու վրա։ Նրանք տեղյակ չէին հանրապետության մյուս քաղաքների հնարավորությունների մասին, ինչը ևս մեկ պատճառ էր, որ հենց Երևանում տների վարձակալության գները եռապատկվեցին։ Ոչ թե միայն մեղավոր էր շուկան, այլ հենց այդ նույն պահանջարկի մասնակիցները իրանք էին գները բարձրացնում, որ այդ պահին լուծեն իրենց կացության հարցը։ Այս ամենից տուժեց նաև Հայաստանի քաղաքացին, որն արդեն իսկ ապրում էր վարձով։ Այսպես մեր երկրում ընդունված չէր բնակարանի վարձակալության պայմանագիր կնքելը, եւ տների տերերն ազատվեցին վարձակալներից, դրանք բազմապատիկ բարձր գնով օտարերկրացիներին ու մեր հայրենակիցներին հանձնելու համար։ Երբ որ մենք էլ վարձակալության բնականներ ենք հանձնում, մարդիկ ասում էին, լավ, դե մենք իրար հետ մենք լավ, մեր մոտ ընդունված է, որ բոլորը լավ է Երևան, բարի, տենց պարկեշտ, բայց երբ որ հարցը հասնում է արդեն շահերի բախում է լինում, մարդիկ մոռանում են դա, որովհետև այդ իրավիճակում այն գնով, որ իրանք վարձակալության էին հանձնում, իրանք հասկանում են, որ 150,000-ից գույքը է, այդ բան կարան 400,000-ով հանձնեն։ Օրենսդրական պաշտպանություն չունենալով մարդիկ սկսեցին լքել վարձակալած տները։ Դրսում հայտնված մեր հայրենակիցների խնդիրը լուծելը շատ բարդ էր, ասում է Անդրանիկ Հարությունովը։ Նման իրավիճակներից խուսափելու համար փորձագետը հորդորում է բնակարան վարձակալողներին անպայման պայմանագիր կնքել տանտիրոջ հետ։ Այդ ժամանակ շատ էր այս միտքը տարածվում, որ պետությունը պետքա թույլ չտա, որ նման իրավիճակ լինի։ Տեսեք, պետությունը ուղղակի չի կարա նման գործունեությամբ զբաղվի, որովհետև բնակարանի սեփականության իրավունքը դա բարձր սահմանադրական իրավունք է, սեփականության իրավունքը։ Եվ սեփականատերը ինքն է որոշում ինքը ինչ գնով վարձակալությամբ հանձնի։ Իդեպ մի շարք եվրոպական երկրներում կան կարգավորող նորմեր։ Եռամյա պայմանագրով նախատեսվում են գների վերին եւ ստորին շեմերը։ Անդրանիկ Հարությունովի դիտարկմամբ Հայաստանում նման հանրային պահանջ չի եղել, քանի որ նախադեպերով խնդիրները քիչ են եղել։ Այդ ժամանակ էլ ավելի շատ պահանջարկ ունեն 200-250,000 դրամ արժողությամբ ամսավճարով բնակարանները, բայց դա էլի այդ բնակարանների համար այլի համեմատականով եթե գնանք 2020-21 թվականներին նորմայից բարձր գներ, այսինքն այդ գույքը, որը հանձնում էր 250,000-ով, դա կարող է նախկինում 150-120,000 դրամով հանձնվող գույք լիներ։ Ժամանակ առ ժամանակ գնում ենք շուկայի կարգավորմանը, փորձագետի խոսքով ակնհայտ գների տարբերություն կա։ Զիջումներ եղել է, 10,000-ով, 20,000-ով, դաժե լսելով կա, որ 30-ել են իջերնում, ելնելով տվյալ բնակարանի պայմաններից։ Անշարժ գույքի թեման այսօր մեդիայում քաղաքականությունից հետո ամենաակտուալ թեմաներից մեկն է։ Եվ այդ թեման ուղղակի օգտագործվում է, շատերը ասում են, վայ, սա շուկան պայթում է, շուկան վերջ, գոյություն չունի, բան ես համաձայն չեմ կիսում այդ միտքը։ Գործարքների անկում ըստ փորձագետի շուկայում չկա։ Մասնակիցներ կան, շատ դժվար են ընտելանում ներկա իրավիճակին։ Իրանք դիմադրում, օրինակ կոմերցիոն գույք կա, որ այդ ժամանակահատվածում հանձնվում էր, ենթադրենք 1 միլիոն դրամով վարձակալությամբ, այսօր դրա պահանջարկը մաքսիմում 500-600,000 դրամի մեջ է, սեփականատերը ասում է, 1 միլիոնից էժան չեմ հանձնի։ Լինում են դեպքեր, ասում է Հարությունովը, որ սեփականատերը հասկանալով, որ իր սահմանած գինը չունի պահանջարկ, վերջի վերջո գնում է զիջումների։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելու վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ 10% դրույքաչափով։ Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 միլիոն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում, սակայն եթե չի ստացել պետական գրանցում, ապա պետք է հարկային մարմին ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։ Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքի պահանջները չպահպանելու դեպքում սահմանված է տուգանք։ Անշարժ գույքի օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի քան 500,000 դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 միլիոն դրամը։ Նարնե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։